Հարգելի հայրենակիցներ, այսօր այս ամբիոնից Սարգիս Խանդանյանը մի շարք հայտարարություններ արեց, որոնց պիտի անդրադառնամ, բայց տրամաբանորեն այս պահին մեր քաղաքացիների մոտ առաջացող հարցին իսկ էդ ով է, պատասխանեմ, որ դա ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն է, որին դուք դժվար այդտեղից ճանաչեք, լավագույն դեպքում ճանաչեք, որ ժամանակին Արմ կոմեդիում ժողովրդի դերակատարություններ վարում, իսկ հիմա անդրադառնանք խոսքին։ Պարոն Խանդանյան խոսում էր իսպանական ամոթից, դե դուք շատ պիտի որ դա զգացած լինեք, հույս ունեմ զգացել եք։ Երբ որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը Ադրբեջանի կազմում էր ճանաչում, երբ որ ՄԱԿ-ում Հայաստանին անդրադարձնում էին Փաշինյանի ասածները, կամ եթե վերջերս Ջերմուկ Սյունիք կամ Գեղարքունիք եք գնացել ու տեսել եք այն տարածքները, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, կամ եթե, ինչպես տրամաբանական պիտի որ լիներ, ցանկություն առաջանար Արցախ գնալու, այդ ժամանակ պիտի որ իսպանական ամոթ զգայիք։ Բացի դրանից, պարոն Խանդանյանը ասում է, որ ես դիմել եմ եվրոպացիներին, խնդրել եմ քվեարկել այդ օրինագծի դեմ, որևէ մեկին չեմ դիմել, բայց ես եւ իմ գործընկերները շատ անգամ ենք խնդրել, համոզել, բացատրել մեր եվրոպացի գործընկերներին հայանպաստ բանաձևերի համար քվեարկելու համար։ Նույն ԵԺԿ-ում ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, նույն ԵԺԿ-ում Արցախի ու Հայաստանի շահերը սպասարկող ու շատ ուրիշ կառույցներում, դա իմ համար պատվաբեր փաստ է։ Չգիտեմ ինչի եք դա իշտակում։ Ավելին, դուք էլին ենգափոխեցիք, ստեցիք, որ այդտեղից մենք հանել ենք տվել բացառապես Փաշինյանի անվան հիշատակումը, ոչ, մեկ տեղ չէ, մի քանի տեղից ենք հանել տվել, բայց դա չի այդքան կարևոր։ Ամենակարևորը, որ մենք ավելացրել ենք արցախցիների վերադարձի իրավունքի հիշատակումը, հանրապետականը եւ Ռաֆի Հովհաննիսյանը համատեղ ջանքերով, եւ դա հպարտության առիթ է։ Չասեցիք ամբողջությամբ, որ այդ հայտարարության մեջ Արմեն Աշոտյանը վերահաստատվում էր որպես քաղբանտարկյալ, այդ հատվածը ոնց որ մոռացաք։ Այո, իմ գործընկերները այդ ժամանակ Եդինայա Ռոսիայի կազմակերպած ֆաշիզմի դեմ պայքարի միջոցառմանն էին Մոսկվայում, եւ կարծում եմ, որ Հայաստանի երևի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը լսել է այնտեղ Շարմազանովի ելույթը ու տեսել է, թե մենք ինչպես ենք ադրբեջանցիներին պատասխանում։ Իսկ դուք նույնիսկ երբ որ անձնապես ձեզ ա վիրավորում ձեր ադրբեջանցի գործընկերը չեք անդրադարձնում, էլ որ մնաց Հայաստանի մասին հարտահայտություններին պատասխանեք։ Այնպես որ ձեր ելույթների արդյունքում միայն ամոթ է լինում մեր քաղաքացիների մոտ, իսպանական, ադրբեջանական, թուրքական, չգիտեմ, բայց բացառապես ամոթ, իսկ Շարմազանովի ելույթը հույս եւ արժանապատվության զգացում կարժանացնի յուրաքանչյուր հայի մոտ։ Եվ այդ ամբողջի մասին խոսելուց այդ ոնց է որ չասեցիք, որ այդտեղ խաբեությամբ էիք հայտնվել, խաբել էիք մեր գործընկերներին, որ ձեզ դահլիճից հեռացրել են, բայց այդ ամեն ինչի մասին էլ խոսեիք, խոսքը գնում է բանաձևի նիստի դահլիճից։ Ես նաև որոշել էի անդրադառնալ պարոն Սիմոնյանի այսօրվա գրառմանը, բայց դրան երևի կգտնեմ այլ առիթ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Գյումրիում Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձրած ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը, ում որպիսությամբ ամենաշատը ես էի անհանգստացած ընտրություններից հետո, այսօր վերջապես երկար դադարից հետո վերադարձել է աշխատանքի ու տպավորություն էր, որ պարոն Գրիգորյանը լավ է, ինչի համար ես անկեղծ շատ ուրախ եմ։ Պարոն Գրիգորյանը ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող վերջին զարգացումներին, մեզ քաղաքական իշխող թիմին մեղադրում է մանդատագողության եւ մարդագողության մեջ, բանը կայանում է նրանում, որ իր իսկ թիմակիցներից մեկը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հետո 1-2 օր անց փոշմանել եւ մեկ այլ դիմումով խնդրել է հետ վերադարձնել իր մանդատը եւ ուղղակի ներկայացրել է իր ցանկությունը խմբակցությունից դուրս գալու եւ անկախ ավագանի աշխատելու համար։ Հիմա պարոն Գրիգորյանը եկել եւ ես ամեն ինչում մեղադրում է մեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այս թեմային երկար անդրադառնալ չեմ կարող, որովհետև սա բնականաբար իրականության հետ աղերս ունենալ չի կարող, բայց այս կոնտեքստում պարոն Գրիգորյանի արտահայտած մի քանի մտքերին այնուամենայնիվ կուզենամ անդրադառնալ։ Պարոն Գրիգորյանը խոսելով իր իսկ թիմակցի մասին մտահոգություն է հայտնում, թե ոնց է տվյալ անձը ապրելու Գյումրիում, Գյումրին փոքր քաղաք է, արդյոք չի ամաչում, որ հնարավոր է ինչ-որ իր անվանը պիտակներ կպցնեն եւ այլն։ Պարոն Գրիգորյանը
Չնայած դա լիճում չէ, բայց հուսով եմ կլսի ինձ եւ ես ուզում եմ վերջինիս հետեւյալը փոխանցել, որ պարոն Գրիգորյան, ես եւ շատ գյումրեցիներ այդ նույն մտահոգությունը ձեր մասով ունեինք եւ շարունակում ենք ունենալ։ Այն բանից հետո, երբ դուք ապահովեցիք բավարար մի բան էլ ավել ձայներ, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, չնայած ձեր ընտրություններից առաջ կատարած մի շարք այլ հայտարարությունների։ Մարտուն Գրիգորյանը ասում է, որ ՔՊ-ն ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեց ձայներ հավաքել այն թեզի շրջանակներում, որ ասում էինք ով ընտրի մյուս քաղաքական ուժերին, ապա այդ ձայնը կտա Վարդան Ղուկասյանին։ Պարոն Մարտուն Գրիգորյան, որտեղ է սխալվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դուք էիք, որ մյուս 3 քաղաքական ուժերի հետ Վարդան Ղուկասյանին դարձրեցիք քաղաքապետ։ Նշում եք նաև, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչական ռեսուրս է օգտագործել։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչական ռեսուրս օգտագործող քաղաքական ուժ լիներ, այսօր Գյումրու քաղաքապետ կլիներ ոչ թե Վարդան Ղուկասյանը, այլ Սարիկ Մինասյանը, բայց քանի որ մենք չունենք նման ձեռագիր, ապա մենք հաշտվում ենք եւ մեզ համար օրենք է ցանկացած ընտրության արդյունքները, որովհետև դա կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իսկ մենք տեր ենք կանգնելու մեր 17200 վստահության քվեին։ Շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավորների հետ օրերս հերթական անգամ այցելել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։ Բազմից եմ բարձրաձայնել մարզի սահմանամերձ լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի օր-օրի ավելացող եւ խորացող խնդիրները։ Բարձրաձայնելու եմ նաև այդ այսու, քանի դեռ այս խնդիրների վերաբերյալ պահպանվում է նորվա իշխանության անընդունելի վարքագիծը։ Խնդիրները ավելանում են առաջացի, քան դրանց տրվող լուծումներն են։ 2024 թվականի 44-օրյա պատերազմից եւ 22 թվականի սեպտեմբերի ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Գեղարքունիքի մարզում փաստացի սահմանամերձ դարձան նաև Եղամասար եւ Կախակր բնակավայրերը։ Սակայն այդպես էլ այս համայնքները չեն ստանում անպատասխան կարգավիճակ եւ բնականաբար նաև իրենց ասանելիք պետական աջակցությունը։ Այս բնակավայրերի մեր հայրենակիցները սոցիալական ավելացող խնդիրներից զատ փաստացի ամեն օր ապրում են նենք թշնամու ուղիղ նշանառության եւ բարբերական սադրանքների ներքո։ Մասնավորապես Նորաբաղ եւ Կախակը բնակավայրերը սնուցող միակ խմելու ջրի աղբյուրակապերը գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ, որի հետևանքով հնարավոր չէ ապահովել բնակության անվտանգ եւ անխափան ջրամատակարարումը։ Ավելին, այս բնակավայրերի գյուղնշանակության հողերի զգալի մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ մշակել անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն այս հողերի համար եւս ընդհանուր կարգով եւ չափերով հաշվարկվում են հողի արկն ու տուժերը։ Փաստորեն նշված բնակավայրերը դարձել են սահմանամերձ, գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ, առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ, սոցիալական, գյուղատնտեսական բազմաթիվ նոր խնդիրներ, սակայն կառավարությունը այդպես էլ չի տրամադրում անհրաժեշտ փոխհատուցվող աջակցությունը։ Սահմանապահ այս բնակավայրի բնակիչներ առանց պետական հասանելի աջակցության բառից բուն իմաստով միայնակ են մնացել իրենց նոր բազմաթիվ խնդիրների առջև։ Նրանք օբյեկտիվորեն փաստում էին պետական եւ տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները տարիներ շարունակ նույնպես չեն այցելում իրենց համայնքներ, գոնե մարդկանց խնդիրներին ականջարելու լինելու համար։ Եվս մեկ անգամ պնդում եմ, սա օրվա իշխանության անհետևողական անպատասխանատու փնթի վարքագիծ է, որի հետևանքները ամեն օր իրենց ուսերը զգում են սահմանապահ բնակավայրերի մեր հազարավոր հայրենակիցները։ Հետևանքները դառնում են անդառնալի, բնակավայրերը դատարկվում են, սոցիալ-տնտեսական վիճակը դառնում է անտանելի, իսկ ժողովրդագրական պատկերը ահագնացող։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Խորհրդանական ընդդիմությունն ասում է, որ կիսակայացած, չկայացած եք, չունեք կենսագրություն, պատմություն, ինչպես եք համարձակում գալ այս ամբիոնից խոսել Արցախից, Արցախին իրեն նվիրաբերած մարդկանց մասին։ Դուք որ կաք, ում եք պետք, որ դուք բազմաբովանդակ ճակերտավոր, մեկ դարյա պատմություն ունեք, ում եք պետք, եթե այն չի ծառայել եւ ծառայում հայ ժողովրդին ու մեր պետությանը։ Ձեզ մեր ժողովուրդը չի վստահում, չի հավատում։ Եվ գիտեք ինչու, որովհետև շատ լավ գիտի, բացահայտել է, որ դուք ռուսական կայսրությունից միշտ կախված եք եղել։
Դուք եւ ձեր օտարերկրյա կառավարիչները ամեն ինչ արեցիք, որ մեր ժողովուրդը մաքարի, տարապի, նահատակվի, արտագաղթի, հավերժ հայրենիք փնտրող ու երազող բազմաչարչար ազգ դառնա, բայց ոչ երբեք պարզապես ապրի մարդավայել, ինչպես աշխարհի բոլոր զարգացած քաղաքակիրթ պետությունների քաղաքացիները։ Դուք չեք ցանկանում եւ անում եք ամեն ինչ, որ խաղաղություն չհաստատվի, պետությունը ոտքի չկանգնի, չամրապնդվի, հարևանների հետ հարաբերությունները չկայանան, սահմանները չբացվեն։ Եվ ձեր նվիրական երազանքն է եղել եւ մնում ծառայել եւ առաջ մղել միմիայն կայսրության շահերը, հարգելի ընդդիմադիր գործիչներ, ձեր կայացած քաղաքական կենսագրությունը չի բխել Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության շահերից եւ այն վաղուց ժամկետ անց է։ Եվ մի բան եմ ուզում ասել, դուք չեք ցանկանում, թե ձեզ թույլ չեն տալիս, որ գաք այս բարձրագույն ամբիոնի մոտ եւ հնչեցնեք այս շատ կարեւոր բառերը. կեցե ինքնիշխան ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը։ Լեզուն մարդուն տրված է սեփական մտքերը թաքցնելու համար, նշում է հայտնի իմաստությունը։ Հայկական ժողովրդական խոսքն ասում է 7 չափիր նոր կտրիր։ Քաղաքական կանոնն ասում է 7, 17, 107 անգամ մտածեք եւ գուցե լռեք։ Օրեր առաջ հարց ու պատասխանի ֆորմատով երիտասարդների հետ հանդիպեցին նախ երկրորդ, ապա երրորդ նախագահները։ Ի թիվս բազմապիսի ու բազմաբովանդակ ես կասեի դարակազմիկ եւ էկզոտիկ մտքերի, երկրորդ նախագահը նշել է, որ 2020 թվականի պատերազմը Հայաստանն է սկսել։ Այն, որ 44-օրյա պատերազմը սկսել է Ադրբեջանը, ես կարծում եմ առնվազն հայկական տիրույթում պետք է որ կասկածի տեղիք չտար, բայց պարզվում է ոչ, մենք սխալվել ենք։ Ավելին այս մասին խոստովանել է ինքը Ալիևը CNN Թուրքի տված հարցազրույցում։ Ադրբեջանը սկսեց ազատագրական պատերազմ, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից։ Ուղիղ խոսքից մեջբերում 2021 թվականի օգոստոսի 15։ Նույն միտքը նա տառացիորեն կրկնեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, երբ օրինակ պաշտոնական այցով Բաքվում էին գտնվում ԵԱԿ Միսկի համանախագահները, երբ բառի ուղիղ իմաստով գրողի ծոցն ուղարկեց ոչ միայն համանախագահներին, այլ նաև բանակցված բոլոր փաստաթղթերը եւ նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չպետք էր ունենալ ռազմական լուծում։ Ավելին Թուրքիայի նախագահը եւս քանիցս անուղակի նշել է, որ իրենք են առաջնորդել 2020 թվականի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Սա հատուկ նշեցի Ռոբերտ Քոչարյանի համար։ Հիմա կանդրադառնամ այն մտքին, թե իբր մենք ենք նեղացրել Ռուսաստանի Դաշնությանը, եւ այդ է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները որդեգրել են մի քիչ այլ մոտեցում որոշ հարցերում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ես այդ մասին արդեն քանիցս ասել եմ, բոլոր տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անկախտելի մաս, Վլադիմիր Պուտին։ Մենք գիտակցաբար թույլ տվեցինք Արցախի դեմ պատերազմ, Կոստանտին Զատուլին։ Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, Սերգեյ Կուրղինյան։ Ղարաբաղում Թուրքիայի հետ միասին փայլուն օպերացիա անցկացրեցինք, Սերգեյ Շոյգու։ Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող պատմական տարածքները, Սերգեյ Լավրով։ Սա ծաղկակաղ է այն հակահայ մտքերից, որոնք հնչել են վերջին տարիների ընթացքում եւ մասնավորապես 44-օրյա պատերազմի համատեքստում։ Սա նաեւ հարգելի գործընկերներ, ձեր բանակցած փաստաթղթերնի իրական արտացոլանքն է։ Իդեպ Հայաստան Դաշինքը վերջերս բերել էր մի նախագիծ, որը քրեական հոդված էր նախատեսում այն քաղաքացիների համար, ովքեր իբր կուրանան հայոց ցեղասպանությունը, այն պարագայում, երբ արդեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նման հոդված կար։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի Հայաստան Դաշինքի падգամավորները եւս մի այդպիսի նախագիծ բերեն, որտեղ օրինակ քրեական կարգավորում կմցնեն մեր օրենսգրքի մեջ, որը կենթադրի քրեական հետապնդում իրականացնել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իշխանությունից մանր վրեժիկներ լուծելու փոխարեն կփորձեն մանր վրեժիկներ լուծելու համար կփորձեն խնդիրներ առաջացնել Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից։ Այնպես դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես Առաքյալ Պետրոսը իրեն պահեց, երբ մինչև աքաղաղի կանչելը 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Հարգելի գործընկերներ, եթե մենք առաջնորդվեինք միայն մեր նեղ կուսակցական շահերով, ապա կառաջարկենք, որ դուք ավելի շատ խոսեք, բայց քանի որ մեր հիմնական նպատակը եւ խնդիրը Հայաստանի Հանրապետության շահն է, ապա առաջարկում ենք քիչ խոսել, իսկ ավելի լավ է առհասարակ լռել։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես ստիպված եմ անդրադառնալ իմ նախկին տեղակալ Հայկ Մամիջանյանի
հնչեցրած մտքերին, որովհետև այս ամբիոնի մոտ սուտ խոսել չի կարելի, ես կարծում եմ։ Պարոն Մամեջանյանն ասում է, ես ինքնանձնապես ոչ մեկին չի մոտեցել եւ չի ասել, որ չընդունեն հանեն բանաձևը։ Ես եւ Տիկին Կարապետյանը մեր աչքերով եւ ականջներով տեսել ենք, թե ինչպես է պարոն Մամեջանյանը Ռաֆի Հովհաննիսյանի հետ մեկտեղ միկրոֆոնը ձեռը ասում հանեք այս բանաձևը օրակարգից, այսինքն այդտեղ մեր տեսածը եւ լսածը կասկածի տակ դնել պետք չէ, իդեպ սա ինձ համար նոր զգաց բան չի, հա, իրադրություն չէ, այսպիսի իրավիճակների ես շատ բազմիցս հանդիպել եմ, բայց օրինակ ադրբեջանցի պատգամավորների կողմից տարբեր խորհրդարանական հարթակներում այդ նույն գործելակերպով։ Պարոն Մամեջանյանը գլուխ է գովում, թե մի տեղից չէ, մի 2-3 տեղից են Նիկոլ Փաշինյանի անունը հանել այդ բանաձևից։ Ի տարբերություն իրենց եւ իրենց պատահած եվրոպացի գործընկերները պարկեշտ մարդիկ են, հա, իրենք մտածում են, որ եթե որոշ առաջարկներ ընդունեն, տեքստը ընդունելի կլինի եւ պաշտպանություն կգտնի, բայց այնինչ պարզվեց, որ հաջորդ օրը եւս միջանցներում սաբոտաժի են ենթարկում արդեն ընդունված եւ ըստ էության կոնսենսուս ձևավորած տեքստը։ Պարոն Մամեջանյանը կրկին ապացուցեց, որ ԿՊ-ն ամենաուժեղ կուսակցությունն է, որովհետև ասում եմ մենք խաբեությամբ ենք այնտեղ հայտնվել, օրինակ ոնց է պատկերացնում, ես ոնց եմ ԵԺԿ նախագահ Մանֆրեդ Վեբերին խաբել, որ ինձ անձնապես հրավեր ուղարկի մասնակցելու ԵԺԿ կոնֆերանսին, դա ոնց է հնարավոր։ Հետո ասում է, որ բանը Շարմազանովը Եդինայա Ռոսիա էր գնացել ֆաշիզմի դեմ պայքարելու համար, ֆաշիզմի դեմ ելույթ ունենալու համար։ Ես չեմ ցանկանա գնահատական տալ պարոն Մամեջանյանի պատմության վերաբերյալ գիտելիքներին, բայց օրինակ ֆաշիզմի դեմ ելույթներ կարող են ունենալ նաև Փարիզում, Բրյուսելում, Բերլինում, Վալենսիայում նույն, որը շատ ռելևանտ է իդեպ։ Բայց իրականում Հանրապետականը գնացել է Եդինայա Ռոսիայի կոնֆերանսին երթում տալու համար 2026 թվականի ընտրություններից առաջ։ Եվ ճիշտ ասած ես հասկանում եմ, որ երբ որ փաստեր եւ փաստարկներ չեն լինում, անցնում են այդ անձնական պիտակավորումների դաշտը, ինչը շատ անհամ եւ անտակտ բան է, ես կարծում եմ քաղաքական գործչի համար։ Ես բնավ չեմ փորձի պարոն Մամեջանյանի հետ ճանաչելիության հարցում մրցել, ես վստահ եմ, որ պարոն Մամեջանյանին ինձնից շատ են ճանաչում, բայց անկեղծ ասած եւ մեղմ ասած հարամ լինի տենց ճանաչելը։ Հարգելի հայրենակիցներ, ես այստեղ առաջի շարքում եմ նստում ու միշտ տենց նայում եմ շատ ավելի մոտիկից, քան իմ մյուս գործընկերները, որ իմ գործընկերները գալիս են եւ այստեղից աչ են նայում ու խոսում են մեր ընդդիմադիր գործընկերների հետ, ինչպես ես հիմա օրինակ։ Բայց մենք սովորել ենք խոսել դատարկ աթոռների հետ, տենց պատկերացնում ենք աչքերը որտեղ կարա լինի, տենց վիզուալ պատկերացնում ենք, հետները խոսում ենք, որովհետեւ ինձ թվում է մեր ընդդիմադիր գործընկերները մինչ падգամավոր դառնալը մասնակցում են, ասենք բանը, կնոպկա սխմելու ինչ որ մրցույթների, հմտություններ են ձեռբերում, առաջինը տենց գալիս են շուտ հերթագրվում են, շուտ ելույթ են ունենում ու փախչում են, որովհետև հետո երբ որ արձագանքում ես, իրենց համար շատ ցավալի է նստել եւ լսել, որովհետև ակնհայտ սուտ են խոսում։ Եվ ուրեմն այս կնոպկա սխմելուց ամենաճկունը պատիվ ունեմի խմբակցության ղեկավար Հայկ Մամեջանյանը այստեղից ասում է, որ միջազգային գործընկերներին շատ են համոզել ցեղասպանության հետ կապված հարցերի դեպքում, Լեռնային Ղարաբաղի շահերի հետ կապված հարցերի դեպքում։ Ուզում եմ ասել, պարոն Մամեջանյան, մենք դուք ամենալավ, ամենամեծ, ամենալավ Հայաստանի падգամավորներ ենք եւ մեր Հայաստանի շահերից պետք է գործենք այն էլ պաշտոնյա լինելով։ Ասում եք, մենք այնպիսի ելույթներ ենք ունեցել խրոխտ, այնպիսի գորգորոցներով մեր պաշտոնյաները, բայց այդ գորգորոցների հայրենասիրական գորգորոցները քանի կոպեկի օգուտ են տվել Հայաստանի Հանրապետությանը կամ Լեռնային Ղարաբաղին։ Իսկ արդյունքը ուզում եմ հիշեցնել այն էր, որ հեղափոխությունից ընդամենը օրեր առաջ այս ամբիոնից իրենց ղեկավար Սերժ Սարգսյանը, հիմա ուղիղ ասեմ, ցիտում եմ իրեն, ասում էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ուղղակի կանգնած է, ասում էր, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
Սա է ձեր հայրենասիրական գորգորոցի տակ թաքնված օգուտը Հայաստանի Հանրապետությանը, ել չեմ ասում Լեռնային Ղարաբաղին։ Իսկ ինչու էին Վալենսիայում դռնեդուր ընկել հանրապետականներն ու մի ատամնատեխնիկ, ինչպես ասում են։ Ուրեմն Վալենսիայում EPP-ի կոնգրեսը բանաձև է ընդունել, որով ողջունել է Հայաստանում տեղ ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի ջանքերը եւ այլն։ Հիմա Մամիջանյանը հպարտորեն այստեղ ասում է, որ մի քանի տեղից իրենք հանել են տվել Նիկոլ Փաշինյան անունը։ Այսինքն ամենաշատը նրանք ցնցվել են, ինչպես դիվահարները խաչից, այնպես էլ հանրապետականները Նիկոլ Փաշինյան անունից։ Շնորհակալություն։